Պարոն Պապոյան, դուք ասացիք, որ այդ փորձը կարող է օգտակար լինել։ Հիմա այդ փորձի փոխանակման համար Հայաստանը օրինակ քննարկումներ կամ բանակցություններ ունի եվրոպական կողմի հետ։ Ես սկզբում ասացի, որ ես այդպիսի քննարկումների չեմ մասնակցում, հետևաբար չեմ կարող հաստատել կամ մերժել, բայց ես ասացի, որ այդպիսի որպես դիրքորոշում, որպես process ես նորմալ եմ համարում։ Եթե անգամ չկա, նորմալ կհամարեմ, որ լինի, եթե կա, էլի նորմալ եմ համարում։ Իսկ դա չի լինի օրինակ միջամտություն Հայաստանի ներքին Ոչ, որովհետև տեսեք, նախ ինչ նկատի ունենք միջամտություն ասելով։ Եթե մոտավորապես այսպես է իրավիճակը, եթե ինչ-որ մեկը եկել է ձեզ ծեծի ու դուք ոստիկանություն եք դիմում ու ասում եք այս մարդը, ասենք ահաբեկիչ է, ուզում է ինձ սպանի կամ ծեծի։ Այդ դեպքում դա եթե դուք համարում եք, որ դա ձեր ներքին ընտանեկան կյանքին միջամտություն է, միգուցե ես կարծում եմ, որ եթե դա միջամտություն է, այո, ես այդ միջամտությունը հաստատում եմ։ Եթե միջամտություն չէ, եթե մենք Եվրամիության ես ասում եմ, լավ, մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Դուք բնակարան եք գնել, տեղափոխվել եք եւ ձեր վերևի եւ ներքևի հարևանը շաբաթը 7 օր 24 ժամ աղմկում է եւ չի թողնում ձեզ քնել։ Դուք օրինակ իրավունք ունեք, ենթադրենք հայցելու որևէ պետական իրավական մարմնի աջակցություն, որպեսզի թողի, որ դուք քնեք։ Մարմնի այո, բայց այստեղ Եվրամիության մասն է ես հարցնում։ Սա ես համարում եմ, որ եթե որպես խորհրդատվություն, որպես աջակցություն, դա մի այսինքն պետք է խնդիրը նայել այսպես։ Եթե մի կողմում նժարի վրա հետևյալն է, երկրի ինքնիշխանությունը կորցնելը, երկրում ուրեմն ուժային եղանակով բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնելը եւ ձեր ասածը, այո, ակնհայտորեն ես կնախընտրեմ դա, որպեսզի բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը որևէ մեկին չհաջողվի։ Դուք չեք հարմարվում, որ այս տարիների ընթացքում այն ուժերը, որոնք որ կփորձեն այդպիսի բան անեն, բնականաբար ժողովրդավարությունը իրեն պետք է պաշտպանի եւ համապատասխան գիտելիքներ, մեթոդներ եւ ֆինանսավորում դրա համար եւ գործիքակազմ պետք է ունենա։ Օրինակ Վրաստանում, պարոն Պապոյան, Վրաստանում Եվրամիությունը Դա ձեր մոտեցումն է։ Ինչ առումով։ Տեսականորեն բոլոր տեղերից չեմ բացառում։ Ինձ համար կարևորը հետևյալն է, որ մեր ինքնիշխանություն ժողովրդավարությունը որևէ արտաքին ուժից չվնասվի։ Այսինքն այստեղ իմ համար էական չի, իսկ ցանկացած արտաքին ուժ, որը կուզենա մեր երկրում ժողովրդավարությունը եւ ժողովրդի ձեռքից իշխանությունը խլել, ինչ տարբերություն իմ համար ինքը որտեղից է։ Իմ համար մեկ է։ Հիմա Եվրամիությունը ոչ մի ձև չի հարմարվում Վրաստանի գործող իշխանությունների ընտրությամբ եւ գիտենք նաեւ Ես չեմ ուզում մտնել մատի եւ մատանու արանքը։ Ես ինչ գործ ունեմ Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունների հետ։ Ես ասում եմ Վրաստանի իշխանությունների հետ ակտիվ աշխատում Ես մատի եւ մատանու արանքը բացարձակ չեմ ուզում մտնել։ Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունները թողենք Եվրամիության եւ Վրաստանի ժողովրդի։ Ադրբեջանական նավթամթերքի Հայաստան ներկրման օրակարգից բանակցությունների շնորհություններ կան, պարոն։ Այն ինչ որ հաստատել եմ ես ազատությանը, այս բանը ավել բան չկա, եթե լինի առևտրային գաղտնիք, չեմ կարող ասել։ Այսինքն ներողություն, ընկերությունը ապրանք է ներկրում Ես դա իրանցից հարցրեք բոլոր ընկերություններին, թող իրանք հաստատեն կամ չէ։ Ես դրա դիմավորել եք, որ ընկերություններ բերել Դրա մասին մենք պարզաբանել ենք Բաղրամյանի ավերաղաց, բայց շարունակվում է, ճանապարհին կա, երկրորդը եկել է, դա գիտեք դրա մասին, ճանապարհին հիմա նոր խմբականակներ կան։ Որտեղ նույն կգա ես տոննաներով կհրապարակեմ։ Այս պահին դրանից ավել չեմ կարող ասել։
Երբ որ գա դրա մասին, այո, կգնամ կդիմավորեմ։ Նավթանոթը Որովհետեւ մինչև այս պահը ծորենից բացի Հայաստան-Ադրբեջանով ինչ էր ներկրվել կա։ Հայաստան-Ադրբեջանով, Ադրբեջանի հա, տարածքով։ հա, երկաթուղով իմ տեղեկությունները միայն ծորեն են։ Իսկ բանակցություններ բացի նավթամթերքից ուրիշ ինչ որ ապրանքատեսակներ կան։ Ինձանից քննարկել ենք, դա հնարավորությունը կա բաց է, բայց բանը ավելի այս պահին ավելի արդյունավետ է համարվում ցամաքային արտահանումը։ Այնտեղ նկատի ունենք այդ ավելի անվտանգ է ապակե շշերի տեղափոխման համար, ու բիզնեսը համարում է, որ կոնյակի արտահանման համար շշալցված տարբերակը ավելի ցամաքային Վրաստանով ավելի այս պահին գոնե ավելի նպատակարար է, բայց այդ հարցը քննարկվել։ Պարոն Պապյան, Եվրամիության անդամակցության հայտ, այսպես ասած, որտեղ կարծես թե եվրոպացիք շտապում են, որ այդ հայտը ներկայացվի, ինչ մտադրություն կար եւ ինչպես գիտենք, նորից Օվերչուկ ասել է, որ անհամատեղել է ԵԱՏՄ եւ Եվրամիություն այս մասով ինչ կա, այսինքն անդամակցության հայտ Հայաստանը պատրաստում է, որ պետք է ներկայացնի, թե դեռ այդ օրենսդրությունը Ես կարծում եմ ձեր հարցը ԱԳՆ-ին պետք է ուղղակի ես այդ հարցով չեմ զբաղվում։